ունենք բոլոր տարբերակներին պատրաստ ենք, բոլոր տարբերակներին հակազդելու միջոցները ունենք, ուղղակի հասկանալի պատճառներով այս բանը չեն կարող լուծել։ Ովազյան, այս ցիկլը արդեն կկնգող է ոնց որ դարձել, հա, 2 օր առաջ եւս ու արդեն մարդկանց քանակը շատանում է, որոնց բերման են ենթարկվում, փորձում են այդ մարդկանց այդպես մի քանիսին, հա, ձեզ հավատում չկա, որ մի քանիսին ուզում են այնուամենայնիվ փակի տակ պահել ու դա հիմք դառնալ, որպես որ ընտրություններին արգելեն դες մասնակցել։ Խնդրեմ, իսկ ո՞րն է խնդիրը, թող պահեն, ինչքան ուզում են թող պահեն, բայց որոշել են կանանց պահել, չեն հասկանում, որ ուժեղ Հայաստանում կանայք էլ են շատ ուժեղ եւ ընտրակաշառքների վերաբերյալ ուղղակի մեր ժողովուրդը շատ ճիշտ արդեն սկսել է գնահատել նույն ընտրակաշառքներով, գիտեք, տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով կենսաթոշակները բարձրացնելու համար ընտրություններից 2 ամիս առաջ բարձրացնում են, մի հատ էլ ասում են, դե միշտ չես կերել, ես բարձրացված թոշակով կուտես, դրանից լավ նախընտրական կաշառք կարող է լինել եւ ամենակարևորը, որ անգամ Սամվել Կարապետյանից այսպես շակերտների մեջ խլած հեծում են ընտրակաշառք բաժանում աշխատավարձ բարձրացնելով իր հաշվին, իր շահույթի հաշվին, իր գումարների հաշվին։ Եթե այդքան ազնիվ են, թող ես չեմ սիրում ընդհանրապես մեզ մեղադրանք ներկայացնելուց ասեմ, բա դուք էլ ես եք արել, բայց ոչ մի այսպես տրամաբանության մեջ դա չի տեղավորվում։